Վաղաշաբաթի ընտրություններ։ Արդյունքները համապատասխանում են ձեր կանխատեսումներին։ Դժվար է կանխատեսում անել անկեղծ ասած, որովհետև հասկանալի չէր ինչպես նախկին արդյունքների հետ համեմատել, որովհետև համայնքը խոշորացվել էր ընտրություններից առաջ եւ փաստացի քաղաքային բնակավայրին միացել էին այլ գյուղական բնակավայրեր եւ այստեղ ակնհայտ տարբերություններ կան ընտրողի իմաստով, որովհետև քաղաքում եւ գյուղական համայնքներում ընտրողները ունեն տարբեր խնդիրներ եւ բնականաբար իրանց ընտրությունն էլ տարբեր է եւ հարցը ինչու՞մն էր որ իշխող ուժի տեխնացուն մարզպետ էր եւ իր ազդեցության իմաստով նաեւ գյուղական համայնքների վրա էր ազդեցություն ունեցել ընդդիմադիր տեխնացուն բացառապես քաղաքային տեխնացու էր Էջմիածին քաղաքի եւ երբ պատկերը նայում ենք միայն քաղաքում տեսնում ենք որ իշխանությունը պարտվել է բայց այլ գյուղեր միացնելով իշխանությունը պարտվել է այո այսինքն եթե նայենք թե ընդդիմադիր ուժերը անցնեին եւ իրենց մանդատները ձևավորեին ակնհայտ է ձևավորել թողնենք հետո ուղիղ համեմատականը այո պարտվում է ընդդիմությանը ուղիղ համեմատականը ԿՊ-ի եւ ընդդիմադիրի դառնում էր փոքրամասնություն այո այսինքն իշխանությունը մեծամասնություն ստացել է գյուղական համայնքների միացմամբ Էջմիածին քաղաքին հիմա այս իմաստով ընտրությունից առաջ նման բան փոխելը եւ հետո հաղթելը կարելի է հաղթանակ դիտել թե ոչ մեկ եւ երկրորդ երբ նայում ենք իշխանական տեխնացուի պաստառները քաղաքացիական պայմանագիր այդ լոգոից բացի կուսակցության անվանումը բացակայում է եթե նայենք ամբողջ քարոզարշավը իրականացվել է առանց քաղաքապայմանագրի կարկառուն ներկայացուցիչների կհիշեք որ Գյումրի ընտրություններին Վահագն Ալեքսանյանը Նիկոլ Փաշինյանը ելույթներ ունեցան անդադ ակտիվ էին այս դեպքում իրենք լռում էին որովհետև հասկանում էին որ ավելի լավ է տեխնացուն ինքը իրենով ձայն հավաքի քան իրենց քաղաքական բացասական բեռը բերեն այնտեղ եւ հաջողություն ունեցան այս իմաստով ես որևէ լուրջ նշանակություն չեմ տա ասելու որ դա նշանակում է որ 26 թվականին էլ կհաղթեն ընդհակառակը կասեմ որ քաղաքային համայնքներում պարտվել նշանակում է պարտվել նաև համապետական ընտրություններում այսինքն վաղաշաբաթը որևէ ասոցիացիա չի կարող ունենալ 26-ի սպասողում ես ընդհակառակը կարծում եմ որ ընդդիմադիր ընտրողները ավելի կմոբիլիզացվեն որովհետև կտեսնեն որ վտանգ կա չմասնակցելու դեպքում հաղթանակը թողնելու իշխանության շատ բարի Դավիթ ջան դուք խոսում եք քաղաքական որոշակի տեխնոլոգիաների կիրառման բանը չեք խոսում կեղծիքի մասին եղել է թե չէ ընտրական կեղծիք ինչին մենք սովոր ենք Չէ, նման բան չի արձանագրվել եւ դա նոր Հայաստանի եւ ընդհանրապես ժամանակակից եվրոպական պետությունների, հատկապես արևելյան պետությունների կրեդոն է։ Մենք ընտրություն չենք կեղծում։ Մենք ճիշտ արտահայտություն օգտագործեցինք ընտրական տեխնոլոգիաներով ենք բերում արդյունքը դրան, այսինքն եթե մենք տեսնում ենք, որ մենք Էջմիածնում կպարտվենք, մենք չենք կեղծի Էջմիածնի ընտրությունները, մենք կմիացնենք մի քանի այլ համայնքներ, որտեղ կհաղթենք եւ այդպես կհաղթենք։ Հիմա սա է իրականացվում։ Կամ օրինակ ինչ որ տեխնացուի չենք գրանցի։ Գյուղում ապրողը ընտրող չի, հա, համարվում հավասարազոր Էջմիածնի ապրողի հետ։ Իհարկե ընտրողի տարբերություն եք ուզում նկատել։ Չէ, նախ ակնհայտ է, որ ինչպես նշեցի, գյուղական համայնքներում ընտրությունը թվաց դուք թերագնահատում եք։ Ես այլ բան եմ ասում։ Ես ասում եմ, որ քաղաքական միավոր։ Ես ասում եմ, որ գյուղական բնակիչը ունի առանձնահատուկ խնդիրներ, որոնք կոնկրետ տեղական են։ Ինքը վստահել է այդ խնդիրը գործող իշխանության։ Եվ գործող իշխանության տեխնացուն լինելով մարզպետ նախկինում ունեցել է հնարավորություն գյուղացիների հետ առնչվելու իր մրցակից տեխնացուն եղել է բացառապես Վաղարշապատ համայնքից ընտրված ավականու անդամ գյուղական մյուս համայնքի ներկայացուցիչները մոտիվացիա չեն ունեցել ընտրել Սևակ Խաչատրյանին որովհետև նա եղել է զուտ Էջմիածնի ավականու անդամ սա է տարբերությունը Դուք անմիջական մասնակցություն չեք ունեցել բայց արել եք հայտարարություն ում եք աջակցում Ոչ ես կարծում եմ նման դեպքերում դա անշնորհակալ գործ է եթե ունես սեփական տեխնացու աջակցում ես եթե չունես ինչ ում աջակցես մենք որևէ Դուք ունեք ձեր համակիրները չեք ասել նրանց ում նախապատվություն Իրենք ընտրել են իրենց խղճի եւ կամքի մտոք մենք չենք կարող կոչ անել ընտրել ինչ որ մեկին
հետագա գործողությունների պատասխանատվությունը չենք ցանկանա կրել։ Հիմա օրինակ Գյումրիում եթե մենք կոչ արած լինեինք համախմբվել Վարդան Ղուկասյանի, ոչ չենք արել, որովհետև համարում ենք, որ մենք պատասխանատու չենք կարող լինել այն ուժերի համար, որոնց գործիքակազմը կամ գործողությունները չեն բխում մեր կամքից։ Հիմա Վարդան Ղուկասյանին կոչ անենք միանալ կամ այս դեպքում Սևակ Խաչատրյանի, որովհետև տրամաբանություն չկա այդտեղ։ Իմիջիալը Գյումրիում հետաքրքիր բան է տեղի ունենում, հրաժարվում են մանդատներից։ Դե իշխանական լծակները գործում են եւ իշխանական լծակի չկապ ունի, բոլորը մանդատները վայր են դնում։ Եթե նկատի ունեք այդ բոյկոտի իմաստով, ապա ամենայն հավանականությամբ դա Վարդան Ղուկասյանի առաջադրմանն է ուղղված, բայց ես նաև մինչ այս նկատել էի, որ առանձին թեկնածուներ ում կալանավորել էին, բաց են թողել եւ դրանք հրաժարվում են այլևս ընդդիմադիր ավականուի իրենց գործառույթը կատարելու, սա էլ կար։ Ուստի բոյկոտի մասին դեռ որևէ հայտարարություն չեն տեսել, ինչպես դուք եք ասում, բայց ում ասեմ երկուսն էլ կարող են տեղի ունենալ։ Գյումրու ավականուց մանդատներից հրաժարվելու մասսայական դիմումներ են ստացվում։ Մասսայական դաշնակ, հիմա Վարդան Ղուկասյանի ֆրակցիան բոյկոտ է անում, չգիտեմ, դեռ այդ լուրին չեմ ծանոթացել։ Ազգային ժողովի փոխնախագահի արտահայտությունից հետաքրքրեց, ասեցի գրի առնեմ, որ փոխանցեմ ձեզ։ Էդմոն Մարուկյանն ինձ խնդրում էր միջնորդել, որ իրեն ընտրենք ՄԻՊ։ Երբ է եղել դա, եթե եղել է այնպես։ Էդմոն Մարուկյանը դրա մասին շատ մանրամասն խոսել է։ Հա, չեմ լսել, կներեք։ Դա այն ժամանակահատվածում էր, երբ մենք ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով խորհրդարանից դուրս մնացինք, իշխանության կողմից եղել է առաջարկ Էդմոն Մարուկյանին դառնալու ԲՏԱ նախարար, որից նա հրաժարվել է, որովհետև ասել է, որ ինձ պարզապես իշխանական լծակներ, իշխանական կաբինետ կամ ինչ-որ այլ ռեսուրսներ պետք չեն, ես այդտեղ ինձ չեմ տեսնում, որից հետո հաջորդ առաջարկն է հնչել դառնալու հատուկ հանձնարարություններով դեսպան, որը նա համաձայնել է, որովհետև նախ դա դիվանագիտական ծառայություն էր, եւ երկրորդ, եթե համեմատենք նախարարի եւ հատուկ հանձնարարություններով դեսպանի ունեցած իշխանական լծակները, ենթակա անձանց թվաքանակը, կառավարվող բյուջեն, ապա կտեսնենք, որ հատուկ հանձնարարություններով դեսպանը ունի միայն իր աշխատավարձը, կաբինետ եւ անհատ է։ Նախարարի հետ չես համեմատի։ Հիմա մնացյալը ինչ որ Ռուբեն Ռուբինյանը ասում է, ավելի լավ է Ռուբեն Ռուբինյանը գնաց զբաղվի իր գործընկեր Քլեչի հետ բանակցություններով, որովհետև 2-3 տարի է մեզ ասում են, հեսա հայ-թուրքական սահմանը կբացվի, այդպես էլ չենք տեսնում, այդ երբ է բացվեց, ինչ արեցին։ Դե այսօր Ֆիդանն էլ է ասել կբացվի։ Անընդհատ ասում են։ Ֆիդանից պատասխանատվություն։ Ամեն, չէ, մենք ունենք մի բարով կամ ոչ բարով պաշտոնյա, ով որ զբաղվում է այդ ամեն ինչ։ Դուք էլի չասեցիք, Էդմոն Մարուկյանը դիմել է այդպիսի առաջարկով։ Էդմոն Մարուկյանը քաղաքական կուսակցության ղեկավար էր։ Ինձ նման խոսակցություն, որ ինքը պետք է դառնար ՄԻՊ անդամ, մարդու իրավունքների պաշտպան, ինձ նման խոսակցություն հայտնի չէ, որովհետև մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի ապա քաղաքական անձ, ընդունելի քաղաքական կամ հասարակության տարբեր շրջանակների կողմից։ Ինձ նման բան հայտնի չի, ինչ որ ասում է Ռուբեն Ռուբինյանը, ինձ հայտնի է, որ իրենք պաշտոնապես առաջարկել են ԲՏԱ նախարարը, որ մենք քննարկել ենք նաև կուսակցությունում, հետագայում առաջարկել են հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը, որը եւս քննարկել են կուսակցությունում։ Դավիթ, արտաքին օրակարգը ներկայիս, այնինչ հատկապես այս օրերին է ծավալվում, նպաստավոր է գործող իշխանությանը։ Կարծում եմ որոշ իմաստով այո, որովհետև նախ տեսնում ենք, որ եվրոպական տարբեր կենտրոններից տարբեր ժեստերի միջոցով ամեն կերպ աջակցում են Փաշինյանին վերընտրվելու համար։ Ակնհայտ է, որ եվրոպական այդ ղեկավարների այցը սպասվող Հայաստան նպաստելու է որոշակի ընտրական արդյունքներին։ Ակնհայտ է նաև, որ Փաշինյանը երբ խոսում է տարբեր ուժերի մրցապայքարից դուրս թողնելու մասին եւ հակընդդեմ հայտարարություններ չի ստանում եվրոպական տարբեր կառույցներից, երբ քաղբանտարկյալներով լցված է երկիրը եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը այս խնդիրները չի հասցեագրում, նշանակում է նա ունի այս իմաստով որոշակի carte blanche շարունակելու իր գործունեությունը։ Եթե նայենք մյուս կենտրոնից հյուսիսային Ռուսաստանից, ապա իրավիճակն էլ նպաստավոր չի պատերազմական իմաստով, որ տեսնում ենք, որ այն դեռևս շարունակվում է, եւ քանի դեռ իրենք
զբաղված են այնտեղի գործերով, ապա վստահաբար իրենց հայացքը այստեղ չի լինի, որպեսզի իրենք էլ իրեն ինչ-որ հայտարարություններով իրավիճակի շուրջ պատկերացումներ ստեղծեին։ Այսինքն չի էլ հետաքրքրում Մոսկվային Հայաստանում ինչպիսի իշխանություն կդրա։ Այս պահին ենթադրում եմ, որ իրենք ընդունել են ավելի пассив կեցված, որը կարող է ցանկացած պահի փոխվել, բայց տեսնում ենք, որ բավականին տոլերանտ են ցանկացած գործողությունների նկատմամբ, որոնք իշխանություններն անում են։ Դա գոնե իմ ընկալումն է, կարող է իրենք ասեն, չէ, մենք տոլերանտ չենք, համաձայն չենք ինչ որ հարցերում տարածաշրջանային, բայց իմ ընկալմամբ իրենց գործողությունները ավելի շատ հանդարտ է, որ մենք ավելի կարևոր խնդիրներ ունենք լուծելու։